YouTube-ի ու TikTok-ի պատվիշիկների համար եմ դնում ժողովուրդ ջան, այսենց Լորին ու Ջավախեցին էդ իրանցն է, Իսկոննոյ Գրուզինսկիի земли, այս տղեն ամեն օր գալիս է իմ մոտ սենց բաներ ա գրում ու գրում ա, որ Ուրարտուն հայերի հետ կապ չունի, Արարատը հայերի հետ կապ չունի, Արարատ լեռը ընդհանրապես Սիրիայում ա սենց բաներ, հետո էլ ասում ա Էրնան պրովոկատոր ա, Էրնան ա մեզ կռվածնում, հայերը պետք ա Էրնայի դեմ դուրս գան, լավ ա, չէ՞։ Սենց ու սա այն թեման ա, որ ես գրել եմ, որ դե իրանք ամենտեղ գալիս են մեր էջերում գրում են 1918 թիվ նկատի ունենալով, որ մենք գենոցիդի օրերին իբր թե իրանց վրա ենք հարձակվել, այն որ իրանք մտել էին Ջավախքը վերցրել էին ու մտել էին Լորին էին արդեն իրանցով անում, որ ստիպված դրոն վերկացել է այդ օրերին գնացել է կռվել է իրանց դեմ։ Դուք պատկերացնում եք ժողովուրդ մեր հայ ազգի վիճակը այդ օրերին, երբ որ Գարնանը թուրքերն էին հարձակվել, իսկ դեկտեմբեր ամսին վրացիք են հարձակվել։ Հələ դրա հետ Ադրբեջանը, հետո Ռուսաստանը, դուք պատկերացնում եք ժողովուրդ մեր ազգի վիճակը այդ օրերին։ Ուրեմն այդ հերիք չի, դե հիմա նայեք, այս տղեն էլ ա, Իլիա անունով, հաճախակի գրում ա, ով որ իմ Facebook-ի էջում կա, տեսել եք, սաղ օրը ինքն էլ ա գրում ու էլի իրանցպես ինձ ա ամեն ինչու մեղադրում, ամեն ինչ լավ ա, այն իրանց Թամունան, Վասադզանները, Սիսկարիձեն, որ այդքան խոսում են, այդ հեչ ոչ մեկի անունը չի տալի, բայց Էրնան, որ դրանց պատասխանում ա, ես եմ վատը, բայց դե ջանդամ, դու գիտեք, ես դրանից չեմ նեղվում, թող ես մենակս վատը լինեմ, բայց ինչ եմ ձեզ ցույց տալիս, հələ նայեք ինչ ա գրում, ժողովուրդ, ուրեր այդ իրա գրածը, նայեք ինչ ա գրում ա «Я военный инструктор в отставке. По армяно-грузинской войне у меня и лекции были с хронологией и всеми событиями. Возил слушателей в район Шулавери, показывал, откуда вошла армянская армия, как вошла и почему Грузия оказалась к этому совершенно не готова. Ժողովուրդ, որ ես ձեզ ասում եմ, սրանք թուրքից բեթար են, տեսնում եք իրանք այս օրերով ու շուտվանից, հələ ինքը ասում ա վատստավկի, լեկցիաներ են գրում, հասկանում եք ինչ աշխատանքներ են անում, իսկ մեր լոխերը ասում են մենք եղբայրական ազգ են, գնում եք իրանց բաթոնում ձեր փողերը ծախսում եք, իսկ իրանք տեսեք ինչեր են իրանց ժողովրդին սովորացնում, ասում ա տանում եմ ցույց եմ տալիս, թե որտեղից եք դուք հարձակվել եւ մենք այսպես նիվիննի նստած էինք ու հեչ տեղեկություն չունեինք, որ դուք հարձակվում եք այդ գենոցիդի օրերին, այն որ իրանք Լորին էին ուզում տանեն, Ջավախքը արդեն տարել էին ու մենակ հայեր են ապրել, Ջավախքում էլ Լորիում էլ, մի վրացի չի եղել, ուրեմն իրանք տենց նստած են եղել հանգիստ, բայց Լորին փաստորեն որ դրոն իրանց ձեռից հազիվ պոկել է, այդտեղ իրանք տանում են, իրանց երեխեքին տեսեք ինչեր են սովորացնում, իրանց ազգին ոնց են մեր դեմ լարում, ինչեր են սովորացնում, իսկ դուք ժողովուրդ հո մոլախոտ չեք, ինչի մենք սենց բաներ չենք անում, ինչի դուք տելևիզորով չեք խոսում սենց բան, իրանք սաղ օրը սենց բաներ են խոսում իրանց տելևիզորով, իրանց ամբողջ ազգը այս գիտի, իրանք ամբողջ ազգը փոքրից մեծ գիտի, թե հայերը իրանց վրա հարձակվել են, այսենց իրանք սովորացնում են, տանում են ամենտեղ ցույց են տալիս ու ին վրա էլ ջղայնանում են, ինձ էլ ատում են, որ ես այսենց հատ առ հատ ցույց եմ տալիս այս ամեն ինչը, ես հո գիտեմ շատ շուտվանից, որ այս ամեն ինչը արվում է, բայց հեսա բացահայտ գրում է, որ իբր թե ուզում ապացուցի, որ տենց էլ կա, հենց մենք ենք հարձակվել, բացատրում են մեր տղաները ստեղ իրանց հետ շատ, հələ նայեք ինչքան կոռեկտ են մեր տղաները գրում, իսկ իրանք վայրենացած, մենակ տեսնեք, հələ քանի հոգի են հարց, գիտեք այսօր, երևի, ես չգիտեմ, մենակ այս պոստիցս երևի տեսնում եք, իրանց գրածները մեկ էլ անհայտանում են, այսքանը հնարավոր չի, չգիտես որ մեկին պատասխանես, հեսա, մի քանիսին որ հանել եմ դրել եմ, բայց այս սրանքի մնացել են, հեսա, տեսեք, իրար վրա գրում, ճիշտ նացած չեմ էլ կարդացել, այս սաղ իրանք են, ինձ ասում է ես եմ դուրից անում, այդ իրանք մենք ենք հարձակվել իրանց վրա, Причем էսի ցույց եմ տալիս, դաժե էսի իսկուսственնի ինտելեկտինն եմ ցույց տալի, որ Թուրքիան, նայեք, Թուրքիան մայիսին հարձակվել է Հայաստանի վրա,
Դա գենոցիդի օրերն են, 1915-ից 1923 թիվը եղել է գենոցիդ։ Մայիս ամսին 18 թվին հարձակվել է Թուրքիան։ Մենք դեկտեմբերին ոնց էինք, հա, տենց գենոցիդից մեջ էինք, Թուրքիայից նոր էինք պրծել, այդքան կորուստներ էինք տարել, մենք մի 2-3 հոգով որոշել ենք հարձակվենք Վրաստանի վրա, բայց ինչի համար, ում համար, եթե Լոռիում հայերն էին ապրում, Ջավախքում հայերն են ապրում, իրանք ինչ էին բերել իրանք զորքերը դրել այդտեղ, պայմանավորվածություն կար, որ նեյտրալ ճանապարհը իրանք կպահեն, որ թուրքերը չվերցնեն, չէ՞։ Հո չէին ասում ձեզ լավություն ենք անում, պահում են, որ թուրքերը չվերցնեն, բայց թուրքերը հարձակվել են 3 ճանապարհից, մեկը թե երկուսը հենց Վրաստանի կողմից ա եղել, չեմ հիշում, ասենք երկուսը Թուրքիայի կողմից ա եղել, մեկը եկել են Վրաստանի կողմից են մտել, դրա համար էլ մենք այդքան անպատրաստ ենք եղել, մենք որ կողմից, 2-3 հոգով որ կողմից հասցնես կանգնես սահման պահես, բայց ինչի եք զարմանում, ժողովուրդ, Արցախի պատերազմի ժամանակ ոնց արեցին, մեր վրա ճանապարհը փակեցին, իրանց ճանապարհով Իսրայելից զենք բերեցին ու ջիհադիստներ բերեցին։ Նույնն էլ արել են 18 թվականին, իրանց կողմով, հələ մի մոռացեք, 1905 թվականին Նակաշիձե, վրացի Նակաշիձեն մեր պագրոմները չէ օրգանիզավաց արեց Բաքվում, հայերին 3 օր կոտորում էին, 3 օր կոտորում էին, մինչև որ դրոն կարողացել է սամաաբարոնը անի, էլի մեր դրոն, այդ դրա համար տենց դրոյին ատում են, գալիս են ինչ ասես գրում են իրա մասին, ու հայ այդ վրացասեր մոլախոտները մեկը չկա պատասխանի, մենակ մեր կարգին տղաներն են պատասխանում, ու Վրաստանի տղաներն էլ են պատասխանում, լսեք, ուրեմն իրանք դրոն դրա համար Նակաշիձեին սատկացրեց, չէ, որ մեր պագրոմներն էր սարքել, բայց տեսեք մեզ չեն սովորացնում դա, ինչի մեր գրքերում դա չկա, ինչի դրա մասին չեն խոսում, Բաքվի պագրոմների մասին խոսալուց Նակաշիձեի անունը չեն տալիս, իսկ անգամ որ տալիս են, ուղղակի նենց էր, որ ինքը պրոստը այնտեղ մոլախոտ էր, ինքը պրոստը իր համար չա էր խմում, ինքը вообще կապ չուներ, ինքը գուբերնատորն էր, ով էր օրգանիզավայց արել, ում շնորհիվ էին այդ զենքերը տանում, բերում, այդ ամեն ինչը պատրաստվում, եթե ինքը չկար դրա մեջ, ինքը օրգանիզավաց արել թաթարների հետ, Զակավկազկի, այսօրվա ադրբեջանցիք հետ, բայց հայերը դրա մասին չեն խոսում, որ իրանց լավ էլ եղբայրական ազգ են, բայց դե նայեք իրանք ինչեր են, իրանց բերանով գրում է, որ ես ասեի, կասեիք երևի Էռնան էլի հնարում է մեզ կռվածնում է իրար հետ, բայց տեսակ ասում, հա, այնտեղ աղջիկներից մեկ Անահիտը իրան ասում է, այդ մենք ձեր վրա հարձակվեցինք, հա, համ ձեր վրա հարձակվեցինք, համ Ադրբեջանի վրա հարձակվեցինք, ուրեմն ինքը ասում է, ինքը վայեննի ինստրուկտոր է, տանում է սովորացնում է բոլորին, թե ոնց է եղել, բայց այստեղ ասում է, նա Ադրբեջան не знаю, Տիպը չգիտեմ ինչ է, չգիտես, որ Ադրբեջանը հարձակվել է, ինչի չես ասում բա, այդքանը գիտես, բայց այն մեկը չգիտես, հա, ժողովուրդ, ես չգիտեմ ձեր հալը ինչ հա լինելու, որ դուք այսքան ուղակի պրոստը նստած եք, ժողովուրդ, սա մի հատ կատաստրոֆիկ հիբրիդային պատերազմ է, այսօր են ով էր, Զորաբյանա, դրա ազգանո կարգին չգիտեմ էլ, դե դուք գիտեք, ես դրանց ոչ բաներ, Armenia Today-ով վիդեո էի նայում, Այն էլ չգիտեք, մի հատ վիդեոն նայում ես, մի հատ գլխու թեքվում ես, այս վիդեոն կորում է, կորցրեցի վիդեոն էլ չգտա, իրան էլ չնայեցի, բայց Զորաբյանը ասում էր, հիբրիդային պատերազմ չկա, ուր է հիբրիդային պատերազմ Հայաստանում, մի հատ ինձ ցույց տվեք, ժողովուրդ դուք հասկանում եք ինչ է կատարվում, այսի հիբրիդային պատերազմը, որ մենք ընդհանրապես չենք մասնակցում, իրանք տեսեք ինչեր են անում, ինչեր գիտեն, ինչեր են գալի, մեր էջերում են այտենց վստահ գրում, իսկ ինքը ասում է հիբրիդային պատերազմ չկա, հասկանում եք Նիկոլին ա ուզում ցածրացնի, դրա համար եմ ասում, որ ձեզ ասում եմ, դուք ասում եք Էռնա, դու Նիկոլ ես պաշտպանում, ախր Նիկոլ չեմ պաշտպանում, ես Զորաբյանի ասացի վրա եմ ջղայնանում, որտեվ Նիկոլին ցածրացնելու համար դուք այս աշխատանքը, որ մենք այսքան անում ենք մի քանի հոգով, զրոյացրեց Զորաբյանը, զրոյացրեց, գցեց ենկում, ասում է հիբրիդային պատերազմ գոյություն չունի, որտեղ է Նիկոլը տեսե, ասում է ցույց տվեք ինձ, այ հիմա էսի տարեք մի հատ աչքը կոխեք, հա այդ Զորաբյանի, եթե ինքը չի հասկանում, սա է կոչվում տեղեկատվական
Հիբրիդային պատերազմ 10 րոպեից ավել չի թողում այսքան խոսամ ոգևորված։ Այս սա պատերազմը հիբրիդային, ասում եմ որտեղ է պատերազմ։ Սա տարվել է, այդ տնաշեն, որ Արցախը տարվել է, այսենց բաներում է տարվել, որ իրանք այսենց պատրաստվում են ու վրացիների շնորհիվ արտնացի հայ ազգ